Բարի օր շախմատասեր բարեկամներ։ Այս դասին կխոսենք վերջնախաղերից և հատկապես կխոսենք զինվորների կարևորության մասին և կդիտարկենք մի քանի ուսանելի օրինակներ և այսպես վերջնախաղում փոխանակվելով շատ խաղաքարեր ավելի է կարևորում զինվորները և ուղիղ գրող արքային շատ հաճախ չի հաջողվում, խաղաքարերը քիչ են և ավելի կարևորվում է զինվորները, զինվորների վրա գրոհը, զինվորների փոխարկումը թագուհու և օրինակ առաջին օրինակը, առաջին դիրքը, որը տեսնում եք էկրանին։ Քայլը սպիտակներին է, փորձում ենք սպիտակներով հաղթանակի հասնել, սևերը պատրաստվում են վերցնել A2 զինվորը, այնուհետև նորից խաղալ արքա A3 օրինակ և խաղալ A4, օրինակ արքա E5, արքա A2, արքա D4 կամ D5, սպիտակները եթե պատրաստվել մոտենալ արքայով և վերցնել սևերի զինվորները, կհետևի արքա A3 և ցանկացած քայլին կհետևի A4 և սպիտակներին զինվոր չի մնա, իսկ առանց զինվորի այս դիրքը հաղթել չի լինի, փողով մատ չի լինի և անհրաժեշտ է գոնե մեկ զինվոր, սպիտակների մեկ զինվոր մնա խաղադաշտում, որպեսզի կարողանան սպիտակները հաղթել խաղը, որպեսզի հետագայում կարողանան զինվորը փոխարկել թագուհու և այսպես անհրաժեշտ է խաղալ փիղ B5, արքա A2, սպառում է արքա B3 և փիղ A4 և սևերին չի հաջողվի փոխանակել B3 զինվորը և սպիտակները պարզապես կվերցնեն E5 զինվորը, այնուհետև կշարժվեն դեպի թագուհու թև, կշահեն սևերի երկու զինվորը և իրենց սեփական զինվորը կփոխարկեն թագուհու։ Հաջորդ օրինակը քայլը սպիտակներին է, կրկին շատ մեծ նշանակություն ունի A4 զինվորը, ոչ այնքան ձին, քան զինվորը, որովհետև այս զինվորով միայն կարելի է այս դիրքը հաղթել, զինվորը փոխարկել թագուհու։ Սևերը սպառում են արքա B4 և շահել A4 զինվորը և մեկ ձիով մատ չի լինի, կլինի ոչ ոքի։ Անհրաժեշտ է ձիով քայլ կատարել, կա D6 և D3։ Օրինակ, եթե խաղանք D6, կհետևի արքա C4, արքայով շտապենք դեպի զինվորը, արքա E3, կհետևի արքա C5, հարվածի տակ է ձին և ձիու ցանկացած քայլին կհետևի արքա B4 և սպիտակները կկորցնեն A4-ի զինվորը և դիրքը խաղը կավարտվի ոչ ոքի։ Եվ անհրաժեշտ է ճշգրիտ խաղալ, անհրաժեշտ է խաղալ D3, շատ պարզ կանոն պետք է հիշել այստեղ, ձին անհրաժեշտ է, որպեսզի անցունակ զինվորին պաշտպանի զինվորի հետևից, օրինակ D3, արքա B3-ին կհետևի A5 և սևերը զինվորին հասնել չեն կարող, իսկ արքա B4-ին կհետևի A5 և քանի որ ձին զինվորին պաշտպանում է զինվորի հետևից, ձին վերցնել չեն կարող, զինվորը կշարժվի թագուհի, զինվորը վերցնել չեն կարող, արքա B5 և սպիտակների արքան կշտապի թագուհու թևը դեպի A5 զինվորը և կօգնի զինվորը կփոխարկվի թագուհու։ Հաջորդ օրինակը քայլը սպիտակներին է, հաղթանակ, այստեղ շատ կարևոր է, կրկին կարևորվում է զինվորը, այս դիրքում G2 զինվորը և որպեսզի խաղը կարողանան հաղթել սպիտակները, ապա G2 զինվորը պետք է մնա խաղադաշտում, չպետք է թույլ տալ փոխանակում։ Սևերը սպառնում են օրինակ արքա F2, արքա G3, հետագայում H3 և փոխանակել զինվորը։ Օրինակ, եթե սպիտակները խաղան արքա E5, կհետևի արքա F2, սպառում է արքա G2, պետք է պաշտպանել փիղ F3, կհետևի արքա G3 և ցանկացած քայլին կհետևի H3, կփոխանակվի վերջին զինվորը սպիտակների և խաղը կավարտվի ոչ ոքի։ Այդ պատճառով պետք է մի ձև մտածել, որպեսզի զինվորը մնա խաղադաշտում, չփոխանակվի, այդ պատճառով հետևում է փիղ G4, շատ ուժեղ քայլ,
Եվ ցանկացած քայլին, օրինակ արքա F2, կհետևի P3, H3 քայլ ցույց չեն տա սպիտակները եւ փոխանակել չեն կարող զինվորը սևերը, հետագայում սպիտակ արքան կշտապի դեպի A5 դեպի H4 զինվորը կշահի եւ սեփական զինվորը կփոխարկի թագու։ Հաջորդ օրինակը քայլը սպիտակներինն է, հաղթանակ, նրանք մնում է մեկ զինվոր եւ ձի, անդրադարձ այդ զինվորը պաշտպանել, ցույց տալ փոխանակում, օրինակ սևերը սպառնում են E5։ Կարող է E5-ով փոխանակել եւ խաղը կավարտի ոչ ոքի։ Այդ պատճառով շատ պարզ հետևում է Z6, ցույց տալով E5, E5-ը կհետևի պարզապես Z5։ Ու եթե արքա F5, արքա B4, օրինակ արքա E4, արքա C5 եւ հաղթանակ, հետագայում սպիտակները կշահեն E6 եւ D5 զինվորը եւ սեփական զինվորը կփոխարկեն թագու։ Եվ վերջին օրինակը այսպիսի շատ գեղեցիկ օրինակ, քայլը սպիտակներին է, նրանք պետք է հաղթեն, կրկին կարևորվում է F2 զինվորը, ոչ այնքան փիղը, քան F2 զինվորը եւ չպետք է թույլ տալ զինվորի փոխանակում։ Օրինակ, եթե սպառնում է G3, եթե սպիտակները փորձեն արքայով մոտենալ զինվորին, օրինակ արքա C3, կհետևի G3, FG արքա G3 կլինի ոչ ոքի, բնականաբար, իսկ F3 եթե փորձեն սպիտակները պաշտպանել սեփական զինվորը, ապա կհետևի G2 եւ ավելի նրանք կպարտեն։ Այդ պատճառով հետևում է շատ գեղեցիկ, շատ ուժեղ քայլ, P1, նպատակն այն է, որպեսզի իմաստն այն է, որպեսզի G3-ին հետևի F3, ցույց տալով G2 քայլ, իսկ եթե սևերը կփորձեն արքա E3, արքա F2, արքա G1 ծուղակցել սպիտակների փիղը, շահի սպիտակների փիղը, այնուհետև զինվորը փոխարկել թագուհու, դա դրանց մոտ չի ստացվի, օրինակ արքա E3-ին կհետևի օրինակ արքա C4, արքան կմոտենանք սեփական զինվորին, արքա F2-ին, կհետևի պարզապես F4 եւ սպիտակները պատրաստ են փիղը փոխանակել G զինվորի հետ եւ սեփական զինվորը փոխարկել թագու եւ հեշտությամբ հաղթել խաղը։ Իսկ արքա G1-ին արդեն փիղը չեն կարող շահել սևերը, օրինակ կհետևի փողով քայլ, ցանկացած քայլ եւ նորից կրկնեմ, սպիտակները պատրաստ են փիղը փոխանակել սև զինվորի հետ եւ սեփական զինվորը անխուսափելիորեն շարժում է դեպի փոխարկման դաշտ, դեպի թագուհի։ Այսպիսի օրինակներ, այսպիսի ուսանելի դիրքեր վերջնախաղերից եւ զինվորների կարեւորության մասին։ Այսքանը, շնորհակալություն։